Անգլիական և իռլանդական լեգենդներ Սըր Քամելոթը և Սուրբ Գրեյլը Կլոր սեղանի քաջ ասպետները բազմաթիվ հետաքրքիր արկածների էին հանդիպում, վտանգների ենթարկվում հանուն արքայի, հանուն գահի։ Ասպետների մեջ կար մեկը, որը բոլորին գերազանցում էր իր բազուկների ուժով, վեհանձնությամբ և ձիավարելու վարպետությամբ։ Նրա անունը Սըր Լանսելոթ էր։ Սըր Լանսելոթը Արթուրի հավատարիմ ընկերոջ, արքա բանի որդին էր։ Քամելոթ գալուց առաջ նա անթիվ արկածներ էր ունեցել։ Լանսելոթի ծննդից շատ չէր անցել, երբ արքա բանի թագավորության վրա մեծ զորքով հարձակվեց արքա Կլոդը։ Նրա ռազմիկները թալանեցին և ավերեցին Բենվիքը։ Արքա բանը թշնամուց պաշտպանվելու համար փակվեց Թրեբես դղյակում, բայց Կլոդի զորքը անմիջապես պաշարեց դղյակը։ Արքա բանի սուրհանդակները գաղտագողի դուրս եկան դղյակից և մեկնեցին հարևան երկրներ օգնություն խնդրելու։ Սակայն արքա Արթուրը զբաղված էր սակվոնների դեմ պատերազմելով, իսկ արքա Բորսը մահվան մահճումն էր։ Տեսնելով, որ ուրիշ ելք չկա, արքա բանը պաշարված դղյակում տնորեն կարգեց լորդ Չեմբերլենին, իսկ ինքը կնոջ ու փոքրիկ որդու հետ հեռացավ։ Նա որոշել էր ոտքի հանել սահմանից այն կողմ գտնվող իր դաշնակիցներին։ Արքա բանը գնաց դեպի գեղեցիկ լիճը։ Լճափին նա շրջվեց մի վերջին անգամ Թրեբես դղյակին նայելու և սոսկումով տեսավ, որ այն կորել է ծխի ու բոցի մեջ։ Դավաճան լորդ Չեմբերլենը հանձնվել էր առանց դիմադրության։ Անողոք թշնամիները կրակի էին մատնել դղյակն ու շրջակա արտերը։ Այս տեսարանից արքայի սիրտը ճմլվեց։ Նա ուշագնաց ընկավ գետնին։ Թագուհի Էլենը գլուխը կորցրած մի կողմ դրեց փոքրիկ Լանսելոթին և փորձեց ամուսնուն ուշքի բերել։ Սակայն նրա բոլոր ջանքերն իզուր անցան։ Արքա բանը մահացավ։ Թագուհին սկսեց բարձրաձայն ողբալ։ Ամուսնու մահը նրա դժբախտությունների սկիզբն էր միայն։ Երբ նա հեծկլտանքով շրջվեց որդու կողմը, նրան չգտավ։ Մանչուկին վերցրել էր լճերի տիրուհին։ Այժմ նա Լանսելոթին գրկած հանդարտ քայլում էր ջրերի վրայով։ Էլենն այլևս չտեսավ որդուն։ Տղային անվանեցին Լանսելոթ լճեցի։ Վիվիենը լճերի թագուհին խնամեց ու դաստիարակեց նրան, նպատակ ունենալով Լանսելոթին դարձնել աշխարհի ամենանշանավոր ասպետը։ Երբ լրացավ Լանսելոթի 18 տարին, լճերի տիրուհին նրան ուղարկեց արքա Արթուրի արքունիք։ Այստեղ երիտասարդ ասպետին վիճակվեց ամենամեծ պատիվը՝ թագուհի Գինևրան։ Նրան դարձրեց իր պահապան ասպետը։ Երբ ավարտվեց Լանսելոթին ասպետ կարգելու արարողությունը, նա երիտասարդին տվեց իր զգեստի քղանցքով ծածկված մի սուր։ Սըր Լանսելոթը խոր ակնածանքով լցվեց դեպի թագուհին։ Նա հանդիսավոր կերպով երդվեց, որ իր բոլոր հաղթանակների պատիվը կպատկանի միայն թագուհի Գենևրային։ Հին մագաղատներում գրված է, թե դրանից հետո Սըր Լանսելոթը սպանեց սարսափելի Սըր Թարքվինին, որը գերության մեջ էր պահում կլոր սեղանի 24 ասպետների։ Գրված է նաև, որ նա ծերացած և ուժը կորցրած Սըր Քեյից փոխարինաբար վերցրեց մի հին զրահազգեստ։ Այն հագած Լանսելոթը հաղթեց երկու հսկաների, որոնք գրավել էին թինթագելի դղյակը։ Նույն զգեստով նա մրցության մեջ հաղթեց նաև արքա Արթուրի 4 քաջ ասպետների, այդ թվում և հռչակված Սըր Գևինին։ Ամենագեղեցիկ արկածը Սըր Լանսելոթն ունեցավ Քորբեդնիկ դղյակում։ Նա այստեղ էր եկել արքա Փելեասի և նրա դուստր Էլենի կյանքը թունավորող դևին սպանելու համար։ Թագուհի Գինևրան միակ տիկինը չէր, որին դուր էր գալիս Սըր Լանսելոթը։ Օրիորդ Էլենն էլ էր հավանել բարի, գեղեցիկ ասպետին։ Երբ Լանսելոթն ինքն էլ սիրեց Էլենին, նրանք ունեցան մի որդի, անունը դրին Գալահադ։
Քորբենիկ դղյակում Սր Լանսելոթն ականատես եղավ մի չքնաղ տեսարանի։ Երբ արքա Փելեասն ու ինքը նստած էին դահլիճում, դռները բացվեցին, եւ ներս մտավ մի գեղեցիկ աղջիկ։ Նրա ձեռքին կար ճերմակ շղարշով ծածկված մի գավաթ։ Նույն պահին սենյակը լցվեց անծանոթ անուշ բույրով, իսկ սեղաններին հայտնվեցին համեղ կերակուրներ ու գինիներ։ Արքա Փելեասը եւ պալատականները աստվածավախ հնազանդությամբ ծնկի իջան եւ ծափ զարկեցին։ Սր Լանսելոթն անչափ զարմացավ։ Այս ինչ հրաշք է, բացականչեց նա։ Օ, սա աշխարհի ամենաթանկ բանն է, պատասխանեց արքա Փելեասը։ Սա Սուրբ Գրեյլն է, այն գավաթը, որով Տերը գինի է խմել վերջին ընթրիքին։ Երբ Ժոզեֆ Արիմաթեցին գավաթը բերեց այս երկիրը, նրա հատակին դեռ կային Սուրբ Տառապյալի արյան մի քանի կաթիլներ։ Այն ժամանակ կախարդները գուշակեցին, որ Սուրբ Գրեյլը կհեռանա մեզանից մեր գործած մեղքերի համար։ Իսկ երբ արքա Արթուրի ասպետներից որևէ մեկը տեսնի այն, կլոր սեղանի միությունը կդադարի գոյություն ունենալուց։ Այս գուշակությունը լսելիս Սր Լանսելոթի արյունը սառեց երակներում։ Նա արագ հեռացավ դղյակից, մտածելով, որ Սուրբ Գրեյլի գաղտնիքը կարող է գտնել մոտակայքում։ Բայց որքան էլ նա որոնեց, դեսուդեն ընկավ, ոչինչ չգտավ։ Սր Լանսելոթին կարող էր օգնել միայն իմաստուն Մերլինը։ Չէ՞ որ այդ բարի կախարդը գուշակում էր ապագան եւ կասեր, թե ով է բացելու Սուրբ Գրեյլի գաղտնիքը։ Բայց Սր Լանսելոթը ոչ մի տեղ չգտավ Մերլինին։ Կարծես երկիրը կուլ էր տվել արքա Արթուրի խորհրդատուին։ Բոլորի համար գաղտնիք էր, թե ուր է գնացել նա։ Նույնիսկ արքան չգիտեր։ Մինչդեռ այդ օրերին կախարդ Մերլինը սիրահարվել էր լճերի տիրուհուն եւ հեռացել էր Քամելոթից։ Մերլինի ամբողջ իմաստությունը չէր կարողացել նրան ետ պահել կնոջ հյուսած որոգայթներից։ Վիվիենը լճերի տիրուհին վճռել էր անպայման սովորել Մերլինի իմացած բոլոր կախարդանքները։ Այդ պատճառով էլ նա թույլ էր տալիս արքայի խորհրդատուին ամենուր ուղեկցել իրեն։ Վերջապես Վիվիենը մտածեց, որ ծերուկից արդեն սովորել է ամեն ինչ։ Նա ծերուկին տարավ Բրոսլանդյան անտառը, ուր մարդ արարածը դեռ ոտք չէր դրել։ Այնտեղ նրանք նստեցին ալոճենու թփի տակ։ Վիվիենը սպասեց, մինչև Մերլինը քնի։ Ծերուկը ոչինչ չէր կասկածում։ Նա անվրդով փակեց աչքերն ու քնեց։ Այդ ժամանակ Վիվիենը զգույշ ոտքի ելավ, վերցրեց իր քողը եւ 9 անգամ պտտեցրեց Մերլինի վրա։ Ծերուկը կախարդվեց։ Այժմ արդեն նրան կարող էր ազատել միայն Վիվիենը։ Սակայն լճերի տիրուհին չվերացրեց կախարդանքը եւ ոչ ոքի չասաց, թե որտեղ է Մերլինը։ Արթուրի ասպետները տարիներ շարունակ ապարդյուն որոնում էին Մերլինին, իսկ Սր Լանսելոթը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել Սուրբ Գրեյլի գաղտնիքի բանալին։ Օրերից մի օր Սր Գևինը մտավ Բրոսլանդյան անտառը։ Ցուրտ էր այնտեղ։ Ոչ մի կենդանի արարած չկար։ Նա ինքն էլ չիմացավ, թե ինչպես հասավ Վիվիենի գծած 9 կախարդական շրջանների անտեսանելի պատնեշին։ Հանկարծ նա լսեց մի ծանոթ ձայն. «Շտապ գնա Քամելոթ, Սուրբ Գրեյլը հեռանում է մեզանից, հարկավոր է ետ բերել նրան։ Այն մարդիկ, որոնց վիճակված է կատարել այդ գործը, արդեն պատրաստ են եւ սպասում են քո կարգադրությանը»։ Ձայնը մարեց կախարդական պատնեշի ետևում։ Նոր միայն Սր Գևինը գլխի ընկավ, թե ով էր խոսում իր հետ։ Իմաստուն Մերլինը իր վերջին խորհուրդն էր տալիս Արթուրի ասպետներին։ Առանց ժամանակ կորցնելու Սր Գևինը վերադարձավ Քամելոթ։ Սուրբ Գրեյլի որոնումները սկսելու համար հարկավոր էր հավաքել կլոր սեղանի բոլոր ասպետներին։ Սր Գևինը դղյակ հասավ հոգեգալստյան տոնի օրը։ Նա մտավ կլոր սեղանի դահլիճ ու տեսավ իր հին ընկերներին՝ Սր Քեին, Սր Գալեթին, Սր Հեկտորին, Լենփարի եղբայր Սր Բորսին։
Այդ օրը կլոր սեղանի շուրջը հավաքվել էին նաև նոր ասպետներ։ Սիջ Փերիլս աթոռի կողքին նստած էր Սր Փոսիվայլը։ Սիջ Փերիլսը թափուր էր, ինչպես առաջներում։ Նրա վրա սպիտակ նուրբ քող էին գցել։ Սր Գևինը դեռ չէր հասցրել բոլորին զննել, երբ դահլիճ մտավ մի ճգնավոր։ Նրան ուղեկցում էր կարմիր զրահ հագած մի երիտասարդ ասպետ։ Բոլորի զարմացած հայացքների տակ ճգնավորը երիտասարդին առաջնորդեց դեպի Սիջ Փերիլս աթոռը։ Ասպետն առանց տատանվելու նստեց։ Նրան ոչինչ չպատահեց։ Տեսնելով, որ ասպետն անվնաս մնաց, արքա Արթուրը վեր կացավ և խոր լռության մեջ աթոռի վրայից վերցրեց քողը։ Աթոռի մեջքին անմիջապես ոսկե տառերով գրվեց. «Սա Սուրբ ասպետ Գալահադի աթոռն է»։ Այդ ժամանակ Սր Գևինը նկատեց, թե նուրբ համարյա աղջկական դիմագծերով երիտասարդը որքան նման է Սր Լանսելոթին, և թե ինչպես երջանիկ է ժպտում Սր Լանսելոթը նորեկ ասպետին։ Թագուհի Գինևրան նույնպես ցանկացավ տեսնել այն երիտասարդին, որին վիճակվել էր նստել Սիջ Փերիլսի վրա։ Նրա ցանկությունը կատարելու համար արքա Արթուրը որոշեց ճաշկերույթից հետո Քամելոթի մարգագետնում զինախաղ կազմակերպել։ Խաղին մասնակցող ասպետները իջեցրին սաղավարտների երեսակալները, վերցրին միզակներն ու վահանները, խթանեցին ձիերը և դուրս եկան ասպարեզ։ Թագուհին դղյակի պատուհանից հետևում էր մրցությանը։ Կարճ ժամանակում թամբի վրա մնացին միայն 3 ասպետ։ Նրանցից ոչ մեկին չհաջողվեց մյուսներին վայր գցել ձիուց։ Այդ 3 քաջերն էին Գալահադը, Լանսելոթ լճեցին և Սր Փերսիվալը։ Զինախաղից հետո բոլորը գնացին եկեղեցի երեկոյան ժամերգությունը լսելու։ Այդ օրը մի հրաշք էլ կատարվեց։ Հանկարծ ճայթեց ամպրոպը։ Դղյակը լցվեց անասելի դղրդոցով։ Ձայնը գնալով ուժեղացավ, փայլեցին շլացնող կայծակները, և նրանց սպիտակ լույսով մարդիկ տեսան օդում ճախրող գավաթը, Սուրբ Գրեյլը, վրան մի կտոր ձյունաթույր թավիշ։ Օդում դարձյալ տարածվեց նույն անուշ բուրմունքը, որ Սր Լանսելոթը զգացել էր Քորբենիկ դղյակում։ Կրկին սեղանները լցվեցին համեղ կերակուրներով, ընտիր գինիներով։ Երբ անցավ այդ զարմանահրաշ պահը, Սր Գևինը կլոր սեղանի ասպետներին հաղորդեց Մերլինի վերջին խորհուրդը։ Հետո նա ավելացրեց. «Ժամանակն է, որ մենք սկսենք Սուրբ Գրեյլի որոնումները։ Այն դեռ գաղտնիք է մեզ համար։ Այստեղ և այս պահին երդվում եմ, կթափառեմ 1 տարի և 1 օր, բայց կգտնեմ Գրեյլը»։ Իրար ետևից ոտքի ելան կլոր սեղանի բոլոր 150 ասպետները, և բոլորն էլ երդվեցին։ Արքա Արթուրն ու պալատականները տխրեցին։ Նրանք վախենում էին, որ այլևս չեն տեսնի իրենց սիրելի ասպետներին կլոր սեղանի շուրջը նստած։ Մեծ էր թագուհի Գինևրայի վիշտը։ Նա կորցնում էր իր պահապան ասպետին, Սր Լանսելոթին։ Կլոր սեղանի ասպետները պայմանավորվեցին գնալ տարբեր ուղղություններով։ Ոմանց վիճակվեց նորից հանդիպել երկար թափառումների ճանապարհին։ Որոնումների 4-րդ օրը Սր Գալահադը հասավ Սպիտակ Աբբայություն։ Այնտեղ նրան տվին մի հին վահան, որի վրա նկարված էր մեծ կարմիր խաչ։ Այդ օրից շատ չէր անցել, երբ երիտասարդ ասպետը բոլորովին անսպասելի հանդիպեց Սր Փերսիվալին և Սր Լանսելոթին։ Սր Փերսիվալը չճանաչեց նրան և նիզակն առաջ պարզած կռվի նետվեց։ Բայց ճարպիկ Գալահադը հեշտությամբ վայր գցեց թե Փերսիվալին, թե Լանսելոթին, ասաց իր անունն ու սլացավ գնաց։ Մի 2 շաբաթ հետո Գալահադը պատահմամբ փրկեց Սր Փերսիվալի կյանքը։ Ասպետի վրա հարձակվել էին 20 սրիկա ավազակներ։ Եթե վրա չհասներ երիտասարդ Գալահադը, Փերսիվալին անխուսափելի մահ էր սպասում։
Մինչև սրանք այսպես թափառում էին երկրով մեկ, Սր Բորսը այցելեց այն նույն ճգնավորին, որը բերել էր Սըլ Գալահադին։ Ասպետը նրան խոստովանեց իր բոլոր մեղքերը, իսկ Սուրբ Մարդն ասաց. Իբրև առաքելությանդ խորհրդանիշ, կարմիր ժապավեն կապիր, շարունակիր որոնումներդ։ Կգա ժամանակ, երբ դու կտեսնես Սուրբ Գրեյլը։ Սր Բորսի ուրախությանը չափ չկար։ Նա անմիջապես կատարեց ճգնավորի պատվերը։ Սր Լանսելոթը թափառում էր միայնակ։ Լուսնկա գիշեր էր։ Նրա հոգնած ձին դանդաղ գնում էր առաջ։ Մի պահ Լանսելոթը բարձրացրեց իր քնաթաթախ գլուխը և նկատեց մի վեհատեսիլ դղյակ։ Ասպետն իսկույն սթափվեց։ Ետնամուտքից նա հեշտությամբ մտավ բակ և հայտնվեց մի մատուռի առաջ։ Հանկարծ մատուռի դռները կամաց-կամաց բացվեցին և լսվեց մի խորհրդավոր ձայն. Փախիր, Լանսելոթ, քեզ չի վիճակված գտնել Սուրբ Գրեյլը։ Կարծես մի շանթ մտրակեց ասպետի դեմքին։ Լանսելոթն ուշագնաց ընկավ գետնին։ Երբ նա վերջապես ուշքի եկավ ու բացեց աչքերը, տեսավ, որ Քորբենիկ դղյակումն է։ Արքա Փելեասը նստած էր նրա մահճակալի մոտ։ Սր Լանսելոթը խնդրեց իր մոտ կանչել գեղեցկուհի Էլենին, սակայն նրան ասացին, որ Էլենն այլևս չկա։ Սր Լանսելոթը սաստիկ տխրեց։ Արքա Փելեասը խորհուրդ տվեց ասպետին դադարեցնել Սուրբ Գրեյլի որոնումները, չէ որ ձայնը ասաց, որ իրեն չի վիճակված գտնել այն։ Մեծ ջանք թափելուց հետո արքան կարողացավ համոզել ասպետին վերադառնալ Քամելոտ։ Լանսելոթ լճեցին չկարողացավ գտնել Սուրբ Գրեյլը Քորբենիկ դղյակում, բայց նրա որդի Գալահադը, Սր Փերսիլվալը և Սր Բորսը տեսան այդ սուրբ գավաթն ու կախարդվեցին նրանով։ Մի տեսիլք հայտնվեց նրանց։ Տերը երեքին էլ հրամայում էր հետևել Սուրբ Գրեյլին մինչև Սարաս քաղաքը։ Այնտեղ 3 ընկերները պիտի հավատարիմ ծառայեին Աստծուն։ Ասպետները փութացին ծովափ։ Այնտեղ իրենց սպասում էր մի սպիտակ նավ։ Տախտակամածին դրված էր արծաթե սեղան, վրան Սուրբ Գրեյլը։ 3 ընկեր, 3 ասպետ նավարկեցին օրեր, ամիսներ։ Վերջապես ափ իջան Սարաս քաղաքի մոտ։ Նոր միայն նրանք իմացան, թե ինչ հրաշքներ էր գործում Սուրբ Գրեյլը։ Նա բուժում էր կաղերին ու հիվանդներին, երջանկություն էր սփռում շուրջը։ Սուրբ գավաթին ծառայող 3 ասպետների հռչակը տարածվեց աշխարհով մեկ։ Ամենաերիտասարդը Գալահադը դարձավ Սարաս քաղաքի թագավորը։ Սակայն նա զբաղված էր միայն երկնային գործերով։ Նրա աչքերը միշտ հառած էին վերև Աստծուն, ու մի օր էլ Աստված կանչեց նրա հոգին։ Գալահադի մահից հետո Սարաս քաղաքը երկար ժամանակ սգի մեջ էր։ Սր Փերսիվալը վշտից դարձավ ճգնավոր։ Մի ամբողջ տարի նա թափառեց ամայի վայրերով, որոնելով խաղաղությունն աննեզրական։ Սակայն նա էլ ի վերջո հոգին տվեց Աստծուն։ Սր Բորսը չուզեց միայնակ առանց ընկերների մնալ այդ հեռավոր երկրում։ Նա նավ նստեց և վերադարձավ հայրենիք։ Քամելոթի բնակիչները ցնծագին կանչերով դիմավորեցին Սր Բորսին։ Սուրբ Գրեյլը որոնելու դուրս եկած ասպետների արկածները հիացրին բոլորին։ Իմաստուն արքա Արթուրը մի գրիչ կանչեց, որը գրի առավ այդ պանծալի պատմությունները սերունդներին հաղորդելու համար։